մեկից 2-3 անգամ կրակում են տարբեր ժամերին։ Ամսի 20-ից մինչև առեսօր։ Ամսի 20-ից մինչև հիմա։ Դեմ դիմաց կռիվ, աղմուկներ չկա, բայց այնքան որ փաստա ենա, որ ամեն տեղից կրակոցներ լինում է ու շատ ահավոր է։ Ձայնը լսվում է մեր տան մեջ, թե ոնց որ գրատն ընկնի մեր տուն։ Մի անգամ պլիմոտի կրակոցները ոնց է լինում, այդ ձևի կրակում են, մի 5 րոպեից նորից շարունակ մի 4-ից 5 անգամ այդ ձևի իրուր հետևից կրակում են տարբեր տեղերից, դադարում է, անգամ գիշերվա ժամը 3-ին են կրակել, ես չգիտեմ նպատակը որն է։ Նպատակը որ իմանայի, չգիտեմ, փաստն ենա, որ հեսա 5 օր է իրուր հետևից կրակում են։ Միգուցե վախեցնում է, որ մարդիկ օրինակ երեխաներ կան, վախենում են, գիշերը չեն քնում, ասենք մեծ ենք, մենք հասկանում ենք, որ խոսքի որևէ մի բան չկա, բայց երեխաները այդ կարծիքին չեն, երեխաները վախենում են։ Մեկն ստեղ է, մեկն են կոմնատար, մի քանի պոստեր կա թուրքերի պոստերում, ինչ իմանամ, ես չգիտեմ։ 5-նա, 6-նա, 7-նա, այն կողմից, ամիջապես ասում է կրակում են խաչի վրա, թե այդ խաչը որտեղ է, այն կողմերի վրա է, ինչ է։ Ամիջապես խաչերի վրա են կրակում։ Մենք տեսնում ենք կարմիր լույսերը օդային էսենց էթում է։ 7-րդ դասարանը ինչ է, գիշերվա կեսին վազնում է այն կողմ, գալիս է այս կողմ, գնում են կողմ, գալիս են կողմ։ Վախից վախենում են, դե ինչ անեն։ Այս մեկից ներքևից բարձրանում եմ մեր տուն, ասեմ հլնդեն այ, այս մեր դրոշն է, այս թուրքի դրոշն է, այս ինձ, մի մետրի վրա, այդ ձևի բան կլնի, մի մետրի վրա մեր դրոշը թուրքի դրոշը, կպած է իրա։ Դե կրակոցները կա, բայց չեմ կարող ասեմ, գյուղի վրան է, որտեղ անպամացել է, մենք մեր գյուղում մնալու ենք, դատարկելի ժամանակ էլ չկա, չենք ուզում։ Իրանք թող ինչքան ուզում են կրակեն։ Բայց վտանգավոր բանն է, վտանգավորն հենց որ կրակում են, կարող է գյուղի վրան էլ թխեն, անպամացա չենք տեսնում։ Դե որ թխեն ինչ-որ մինի տանիքի կվնասվի կա, մինի կրիշ։ Ամեն դեպքում կրակոցները կա, գիշերվա ժամերին։ Այն է, այն թմբի վրայից կրակում են, ստեղից հերթով կրակում միջև, ես խոզնավարի թև։ Բայց դες հենց էլ չպետք է կառավարությունը թող սրա մասին էլ մտածի, որ ժողովուրդը մեղք են։ Այնց չի, ոչ մի գյուղը չի լքում, ոչ էլ պատրաստվում է։ Բայց դες հենց էլ չպետք է գյուղին պիտի պահեն։ Համբերություն ձեզ, շնորհակալություն։ Դե ինչ անենք, մենք մեր գյուղը չենք սովորել։ Վերջի տարիների մեր համայնքում լուրջ դեպքեր չեն եղել, ընդհանրապես, բայց դա ամեն դեպքում ահուսարսափ կա, դե որովհետև դիմաց թուրքն է, բայց այս վերջի կրակոցների հետ կապված 6 օրա նույն ժամին սկսում են, նույն ժամին ավարտում։ Քանիսին են սկսում։ Երևի 10:30-ի, 10:20, պրիմերնը մինչև 4:30-ի սահմաններում կրակում են մի քանի անգամ։ Դե տենց չի ասի, ինչ որտեղ տներին նկատի ունենալով կրակել չէ, տենց բան չի եղել, որտեղ տենց լուրջ չենք լսել։ Պարզապես գյուղի վրայով կրակում են, դեպի սարերը, չգիտեմ ուր։ Գյուղի վերևին խաչ ունենք, 2 հատ խաչ քարկադրած, տենց կրակում են, ես կողմից, այն կողմից։ Ամեն դեպքում տների վրա չի ասի, որ կրակում են։ Մեր գյուղի ծնվել ենք, ստեղ էլ ապրելու ենք, դե մեր գյուղը չի միայն սահմանամերձ, կարելի է ասած ամբողջ Հայաստանը, դա խաղաղությունը ամենակարևոր, ամենաթանկագին բանն է, որ ցանկանում ենք։ Այս պահին հələ որ ես անձապի դա իմ կարծիքն է, չեմ տեսնում այդ խաղաղությունը, որ լիովին կկնքվի, որտեղ ամեն դեպքում ադրբեջանցիները իր կետերն են նորից դնում, չգիտեմ, սահմանադրության փոփոխություն, տո միջանց, տո այն։ Անձապի ես ծնվել եմ այստեղ, ստեղ էլ կմահանամ, ոչ միտեղ չեմ գնա, միջև վերջի պետք է պայքարենք էլ, կռվել ենք, էլի կկռվենք, բա ինչ կանենք։ Մեր հողը ջուրը ուր թողնենք գնանք, մեր գերեզմաները ում թողնենք գնանք։ Իրավիճակը ինչպես տենում եք, նորմալ է, եթե գյուղում խռացել եք սաղատել տեսակ մարդիկ, սովորական, մենք մեր բնական հունով, դե այդ կրակոցի ձայներն էլ բա սահմանակարա լինի էլ, չգիտեմ, հիմի ասենք հրաձգարանից կարա լինի, կարա սահմանից լինի, ամեն դեպքում գյուղի ուղղությամբ ոչ մի կրակոց չի եղել, ժողովուրդը բնականon իրենց կյանքով զբաղվում են, ոնց տենում եք։
Հենա գառնանային աշխատանքների մեջ գյուղացիները ոչ մի բանից չեն վախենում, ոչ մեկ ստեյջ չի գնում, եթե գնալու ունեինք արդեն 2020 թվականից 5 տարի անցել, այստեղ էլ չէինք ապրի։ Մենք թուրքը ամենավերջի մարդն է, որ Իրանից պետք է վախենանք։ Ես ձեզ հավաստիացնում եմ, ստեյս գյուղի ապրողները հիմնականում ոչ մեկ չի վախենում, որ ասենք սահմանը այդքան մոտիկ է, կամ ես իմ ինչ-որ թուրքը կանգնած է ինչ-որ մի բարձունքում դիտարկում է, չէ, նորմալ սովորական հմի սաղս էլ հասկանում ենք, որ սահման է ու մինչև էսի սահման դառնալը մնացած սահմաններից էլ, ասենք, միշտ լսել ենք, որ կրակոց է եղել, միշտ էլ ամեն ինչին հետևել ենք ու հիմա էլ ասենք նույնը ստեղ կարա կատարվի։ Ստեղ ծնվել եմ, ստեղ էլ ապրում եմ, թող երևանցիք մտածեն։ Ես որ փախա իրանք վախշե եմ փախնել։ Այսինքն դուք չեք փախնում։ Ես ստե փախնում եմ։ Մեր ապրելու տեղը, մեր մնալու տեղը ստեղ։ Իմ ծնված տեղը ստեղ է, մեռնելու տեղը ստեղ։ 90-ական թվականից մինչև հիմա։ Ես աշխարհազոր չեմ, երկրապահ եմ եղել։ Մինչև հիմա էլ իմ երկիրը պահել եմ։ Երբ էլ ինչ որ իմ բաննի, ես իմ երկիրը պահել եմ։ Ոնց որ պետք է։